Զինվորիտուն և BIF էքսպերտ ընկերության հետ համագործակցության մեկնած կտրվել է Ադինես բուրսարայությունների կառավարման ավտոմատացման ծրագրային համակարգիչների։ Համակարգի կողմից ապահովված առավելությունները բազմաթիվ են, որոնց թվում են բուժման պրոցեսների հսկողությունը, արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ապահովումը, աշխատաժամանակի արդյունավետ կառավարումը, բժիշկների, աշխատասենյակների և սարքավորումների կառավարումը, եւ այս ամենը հնարավորություն է տալիս առավել շատ պացիենտների վերականգնելու իրենց առողջությունը եւ վերադառնալու կյանքի բնականություն։ Զինվորիտուն բարեգործական ՀԿ-ի փոխնախագահ Լիլիթ Մերձյանի հետ հարցազրույցի շրջանակներում կներկայացնենք ներդրված ծրագրի ընթացքը եւ առանձնահատկությունները։ Ինֆոէքսպերտ ընկերության կողմից ներդրված Ադինես բուրսարայությունների կառավարման ավտոմատացման ծրագրային համակարգը ինչպիսի փոփոխություններ է բերել զինվորիտուն բարեգործական հասարակական կազմակերպության կառավարման եւ բուրս սպասարկման գործընթացներին։ Զինվորիտունը բարեգործական հասարակական կազմակերպություն է, ով զբաղվում է իր շահառուների ինչպես առողջապահական, այնպես էլ սոցիալ-հոգեբանական խնդիրների լուծմամբ։ Առողջապահական ոլորտում մատուցում ենք վերականգնողական ծառայություններ, վիրաբուժական ծառայություններ, լաբորատոր ախտորոշիչ գործիքային հետազոտությունների ծառայություններ, ինչպես նաև պրոթեզավորման, օրթոզավորման ծառայություններ եւ շահառուների սոցիալական կարիքների գնահատումից մինչև լուծում։ Այսինքն մատուցվող ծառայությունների սպեկտրը շատ բազմաբնույթ է եւ հետեւաբար էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը շատ էական եւ ռազմավարական նշանակություն ունի մեր կազմակերպության համար եւ հնարավորություն է տալիս ունենալ միասնական տվյալների բազա, որը հնարավորություն է տալիս հնարավորինս արդյունավետ կառավարել մեր ունեցած ռեսուրսները։ Ինչպես է փոխվել պացիենտի ընդունման եւ նույնականացման գործընթացը QR համակարգի ներդրումից հետո։ Շատ կարևոր նշանակություն ունեցավ հատկապես QR համակարգի ներդրումը, քանի որ բավական հեշտացավ մեզ մոտ պացիենտների նույնականացումը, ակնթարթային նույնականացումը, եւ որի արդյունքում մենք կարողացանք բավականին շատ ժամանակ խնայել, նախկինում դա ձեռքով էր անում, սկզբից փաստաթղթով էր արվում, հետո օպերատորի միջոցով էր անում, իսկ QR կոդի ներդրմամբ հնարավոր եղավ անմիջապես նույնականացնել եւ բացել պացիենտի պատմագիրը, այսինքն բժիշկը մի ակնթարթում հասանելիություն է ունենում պացիենտի եւ պլանավորման տվյալներին եւ բժշկական ամբողջ տվյալներին։ Ուստի հեշտացավ սպասարկումը եւ կրճատվեց սպասման ժամանակը պացիենտի։ Արդյոք ներդրված համակարգն արդյունավետ է բժշկական գործընթացների պլանավորման եւ ռեսուրսների կառավարման տեսանկյունից։ Միանշանակ շատ արդյունավետ էր, քանի որ առանց պլանավորման հնարավոր չէ ընդհանրապես իրականացնել կառավարում։ Իսկ այս դեպքում մենք հնարավորություն ունեցանք միաժամանակ պլանավորել ինչպես հիվանդասենյակը, սարքավորումը, այնպես էլ աշխատողների, բուժաշխատ անձնակազմի զբաղվածությունը, որի արդյունքում մենք հասանք արդյունավետ կառավարման։ Այսինքն վերջին արդյունքում հնարավոր եղավ խուսափել, այսպես ասած, պլանավորման կրկնություններից, որի արդյունքում իհարկե բնականաբար բարձրացավ բուժսպասարկման որակը։ Ինչ ազդեցություն ունի էլեկտրոնային ստորագրության եւ տվյալների պաշտպանության ներդրված համակարգը։ Էլեկտրոնային ստորագրությունների ներդրումը եւս շատ կարեւոր քայլ եղավ մեր կազմակերպության համար եւ շատ կարեւոր էր, որ կարողացանք այն ինտեգրել EKG-ի հետ միասին եւ շատ ավելի պաշտպանված եւ իրավաբանորեն պաշտպանված տվյալներ այլևս ունենք եւ կարողացանք թղթային տվյալներից անցում կատարել թվային էլեկտրոնային միջավայր ամբողջությամբ։ Ինչ փոփոխություններ են արձանագրվել դեղերի շրջանակության եւ ֆինանսական հոսքերի կառավարման տեսանկյունից։ Առհասարակ ռեսուրսների կառավարումը թվային դիրույթում շատ կարևոր է ճիշտ որոշումներ կայացնելու համար եւ դեղորայքի կառավարման ֆունկցիոնալը մեծ հնարավորություն տվեց հսկել դեղորայքի մուտքը, շարժը միջև ելք եւ հնարավորություն տվեց այլևս իրազեկված որոշումներ կայացնելու։ Իսկ ՀԴՄ-ի ինտեգրումը վճարման համակարգին հնարավորություն տվեց այլևս, այսպես ասած, հանել կրկնվող գործողությունները եւ ունենալ ճիշտ ֆինանսական ռեսուրսների կառավարում, վերահսկել ինչպես պարտքերին, այնպես էլ մուտքերին։ Ամփոփելով հարցազրույցը, խնդրում եմ նշել, թե ընդհանրապես ինչ արժեք է ստեղծել Ադինես բուրսարայությունների կառավարման ավտոմատացման ծրագրային համակարգի ներդրումը զինվորիտուն բարեգործական կազմակերպության համար։ Առհասարակ այս էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը մեզ հնարավորություն տվեց բարձրացնել մեր կողմից մատուցվող ծառայությունների որակը եւ ինչպես կարողացանք դրան հասնել մի քանի ուղղությամբ։
Նախ բուրսպասարկման ոլորտում ամեն բան դարձավ էլեկտրոնային, ինչը հնարավորություն տվեց ունենալ էլեկտրոնային կառավարման ընդհանուր միջավայր, այսինքն սկսած ախտորոշումից մինչև բուժում, վերահսկողություն ունեցանք վերականգնողական անհատական ծրագիր ձևաթուղթը, որի շնորհիվ կարողացավ, քանի որ ինչպես գիտեք, վերականգնողական բուժումը ինքը թիմային աշխատանք է, նախկինում թղթով վարելու պարագայում մենք բացթողումներ էինք ունենում, ինչպես սա անդրադարձավ բուժման որակի վրա, որ միաժամանակ բժշկից մինչև լոգոպեդ, թերապիստ, հոգեբան բոլորը գիտեն մեկ բուժման նպատակի մասին եւ բոլորը արդեն կարողացան համաժամանակի աշխատել մեկ նպատակի շուրջ։ Սա էականորեն բարձրացրեց մեր բուրսպասարկման որակը։ Բացի բժշկական ծառայություններից նաեւ կարողացանք որոշակի վարչական պրոցեսներ ավտոմատացնել, դրանցից էին օրինակ գնումների պրոցեսը, որի շնորհիվ գնման հայտատուից, քանի որ մեր կազմակերպությունը բացի առողջապահականից նաև մեծ բարեգործական գործունեություն է իրականացնում, ունենք հովանավորներ, ֆինանսավորման տարբեր աղբյուրներ, գնման հայտերի ավտոմատացումը թույլ տվեց, այսպես ասած, թափանցիկ աշխատանք ճիշտ հովանավորին, ճիշտ գնումների վրա դնելով, այսպես ասած, կարողանանք ամբողջը համակարգել։ Սա էլ եւս մեկ շատ մեծ կարևոր քայլ էր մեր կազմակերպության համար, ինչպես նաև հաշվետվողական եւ վերլուծական մեծ համակարգը, ինչպես մուտքերի, ելքերի, բոլոր ծառայությունների մատուցման, դրանց ֆինանսավորման, ստատուսների, այսպես ասած, սոցիալական խմբերով է եկել, թե ինչ ուղղություններով է եկել, կարողացանք ամբողջը կառավարել եւ ամենակարևորը պլանավորման գործիքներն էին, որը վերջին արդյունքում հնարավորություն տվեց պլանավորել եւ իրականացնել։ Շնորհակալ ենք InfoExpert կազմակերպության արդյունավետ համագործակցության համար եւ ապագայում ունենք դեռ նոր ծրագրեր եւ նոր զարգացման հնարավորություններ։